Բարևը դա դիմացինի գոյությունը ճանաչելու, տարրական հարգանքի ու մարդկային որակի հարց է։ Այս թեմային վերջին անգամ եմ անդրադառնում։ Մտնում ես խանութ կամ որևէ սպասարկման կետ, մարդավարի բարևում ես վաճառողուն, գանձապահին եւ այլն, կամ այդ պահին այդտեղ գտնվող աշխատակցին, ու ստանում ես լավագույն դեպքում մի հատ դժգոհ հայացք, որի մեջ կարդացվում է «սա էր պակաս նախադասությունը»։ Իմ անձնական դիտարկումներով 10 հոգուց լավագույն դեպքում 2-ն են պատասխանում բարևիդ։ Սա հասարակական դեգրադացիայի ամենացայտուն ու ամենապարզ ապացույցն է։ Բարևը սովորական բառ չի։ Դա դիմացինիդ նկատմամբ հարգանքի ամենանվազագույն շեմն է։ Եթե դու այդ շեմը չես անցնում, էլ ինչ մարդկային արժեքների մասին կարող է խոսք լինել։ Բացի բարև չտալը, մի հատ դեմքիդ էլ չեն նայում, տենան ով է, կարող է գող մտել զենքը պահելա գլխիդ։ Մի հատ նայեք, տեսեք, ինչ է կատարվում ձեր շուրջ բոլորը։ Ամենազավեշտալին գիտեք որն է, որ այս անշնորհքները կարան սուրճի սեղանի շուրջ նստեն ու ժամերով խոսան բարձր արժեքներից, աստիարակությունից եւ նման բաներից։ Հարգելիներս, այս ամենը ես չէ որ պետքա ձեզ ասեմ։ Սա ձեր ծնողները ձեզ պետքա ասեին դեռ այն ժամանակ, երբ որ դուք փոքր էիք տարիքով։ Ես ընդհանրապես այս թեմայով պետքա այսօր վիդեո չնկարահանեի, բայց ոնց տեսնում եմ դրա կարիքը կա։ Անթիվ անհամար մասնագիտական տեսահոլովակներ եմ նկարել, բայց ոնց հասկանում եմ, պիտի նախ եւ առաջ մարդկանց էթիկայի ու բարեկրթության կանոնները սովորեցնել, հետո նոր անցնել նման լուրջ թեմաների։ Դա խայտառակություն է ուղղակի։